Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ, մարտի 21 Դուք պիտի ցրվեք, ամեն մարդ իր համար, և ինձ պիտի մենակ թողնեք։ Հովհաննես ավետարան 16:32 Միայն հաշված աշակերտներ ականատեսը դարձան այն վշտի, որ ապրում էր Քրիստոսը Գեթսեմանի պարտեզում։ Նրանցից շատերի հոգևոր հասունությունը բավարար չէր, որպեսզի ծանոթանային Հիսուսի բոլոր ապրումներին։ Իրենց տներում զատիկը տոնելով նրանք իրենցից ներկայացնում էին այն մարդկանց, որոնք ապրում են օրենքի տառով, հոգևորապես մնալով նորածիններ։ 12-ը, ավելի ճիշտ 11-ը, արտոնություն ստացան մտնելու Գեթսեմանի պարտեզ և տեսնելու այդ դիտարժան տեսարանը։ Բայց 11-ից 8-ը թողնվեցին որոշակի հեռավորության վրա։ Դա չի նշանակում, որ նրանք շփում չունեին Հիսուսի հետ։ Նրանց շփումն այն սերտ մտերմիկ շփումը չէր, որը շատ քչերին է թույլատրվում։ Միայն 3-ը կարող էին մոտենալ Տեր Հիսուսին, խորհրդավոր վշտի գաղտնիքին։ Բայց նրանց նույնպես թույլատրված չէր նայել դրա վարագույրից ներս։ Նրանք մնացել էին այն կողմում նետված քարի հեռավորության վրա։ Հիսուսը պետք է հնձանը մենակ կոխոտեր։ Հակոբոսը, Հովհաննեսը և Պետրոսը այն մի բուռ հատուկ հասուն սրբերն էին, որոնց կարելի էր անվանել հայրեր։ Այդ 3-ը, որ լավ ճանաչում էին Հիսուսին և նրա հետ շատ ճանապարհներ էին անցել, միայն մասամբ կարող էին որոշել ուսուցչի ապրումների ողջ խորությունը։ Հանուն ուրիշների բարօրության և սեփական անձը սպասվող առանձնահատուկ փորձություններին նախապատրաստելու ընտրյալներից մի քանի առավել ընտրյալների տրված է մտնել վարագույրից ներս ու լսել տառապող քահանայապետի հառաչանքները։ Նրանք նրա հետ հաղորդակցության մեջ են մտնում, մասնակցելով նրա տառապանքներին, ընդհուպ մինչև նրան հետ խաչվելն ու վերջին շունչը։ Սակայն նույնիսկ նրանք չեն կարող մտնել Փրկչի անսփոփելի վշտի ծածուկ անկյունները։ Հունական պատարագի մեջ մի ուշագրավ արտահայտություն կա՝ քո անհայտ չարչարանքները։ Մեր ուսուցչի վշտի մեջ կար մարդկային մթին անծանոթ մի թաքուն անկյուն, որտեղ Հիսուսը միայնակ էր մնում իր հետ։ Այնտեղ նա ավելի քան երբևէ մնում էր աննկարագրելի պարգև։ Ուոտսը ճիշտ էր, երբ գրում էր. «Ինչ ուրախություններ են տրված մեզ Հիսուս Քրիստոսով պատժի փոխարեն։ Միայն թե ավաղ գնված են դրանք տառապանքների գնով մեզ անհայտ»։